Ձեր կարծիքով ինչի շնորհիվ Արցախի բնակչությունն այն տարիներին պատրաստ եղավ ոչ միայն կռվել, այլ նաև կառուցել պետություն։ Շնորհակալություն։ Ընդհանրապես մտածել թե պատերազմում կարելի է հաղթել միայն բանակ ունենալով, միամտություն է։ Եվ խնդիրներից մեկը նաև 20 թվականի 44 օրյա պատերազմի նաև նա էր, որ բանակը 1-2 շաբաթ պետք է, այսպես ասենք, զսպի առաջի հարվածը, բայց հետո ամբողջ պետությունը իր բոլոր մեխանիզմներով պետք է դառնա պատերազմի մաս։ Ինչը ըստ էության չկայացավ։ Եվ օրինակ այն ժամանակ ամենից մեծ սխալներից մեկը, որ սկսեցին ձևավորել ջոկատներ առաջնագիծ ուղարկելու համար, փոխանակ համալրել մոբ ռեսուրսով այն զորամասերը կայացած, որոնք առաջի գծում արդեն կռվում էին։ Ես այդպես էլ չեմ հասկացել այդ որոշման մոտիվացիան որն էր։ Իսկապես չեմ հասկացել։ Մենք մեր ամենից մեծ խնդիրը եղել է 92 թվականին ջոկատներից անցնել դեպի կանոնավոր բանակ եւ բավական բարդ գործընթաց էր, որովհետեւ մի հոգի գալիս էր 20-30 հոգանոց կամ 40-50 հոգանոց ջոկատի հրամանատար, ինքը դեմք էր, իսկապես դեմք էր, մի քիչ էր ֆիդայական հագուստներ եւ այլ, հայրենասեր շատ իսկապես մարդիկ կային, բայց երբ որ դու ստեղծում ես կանոնավոր ջոկատ, ինքը դառնում է ընդհանրապես ամենից շատը վաշտի հրամանատար, ոչ ավել։ Եվ լինել մի առանձին ջոկատ, մի սնչր լավ հնչող անունով ջոկատի հրամանատար եւ լինել վաշտի հրամանատար, ոնց որ կարգավիճակների ընկալում այդպեսինն է։ Ու ոնց լուրջ բռունցք էր պետք եւ կամք շատ արագ այդ ջոկատներից վերափոխվել կանոնավոր բանակ։ Մապետությունը հենց այն երաշիկն է, առանց որի դու չես կարող դա անել։ Պետությունը այդ ֆունկցիան պետք է իր վրա վերցնի եւ այդ իրականացնի։ Ղարաբաղում դա ավելի շուտ կատարվեց, քան եւ Ադրբեջանում եւ Հայաստանում։ Եվ շատ օրգանիկ ձևով եւ ճիշտ ժամանակին այս ամեն ինչը տեղի ունեցավ նաեւ Հայաստան։ Ադրբեջանում այս process-ները բավականաչափ ուշացել էին։ Եվ սա եւս մեր առավելությունն էր, ինչը մենք կապիտալիզացրեցինք ուղղակի շատ մեծ հաջողությամբ, հատկապես sense առաջի այդ պատերազմի ժամանակ։